Download. Երբ ես ծնվեցի, հակամարտությունը դեռ նոր սկսվում էր։ Հայերի հանդեպ իմ վերաբերմունքը փոքրուց էր ձևավորվել։ Դեռ այն ժամանակ հեռուստացույցով տեսել էի Ղարաբաղյան պատերազմի սարսափները։ Այդ ամենը նստել էր իմ հիշողության մեջ և որոշակի կարծիք ստեղծել հայերի մասին։ Բնական է, որ այն առավելապես բացասական էր։ Հոգուս մեջ նստել էր ատելությունը հայերի հանդեպ։ Մի անգամ մենք ընկերներով գնացինք ինտերնետ ակումբ։ Տղաներն ինձ առաջարկեցին կռվի բռնվել հայերի հետ։ Սկզբում զարմացա, բայց հետո հասկացա, որ այդ ամենը լոկ վիրտուալ բան պիտի լիներ։ Ընկերներս օգնեցին կողմնորոշվել խաղում, բայց առաջին մարտս տանուլ տվեցի, և դա ինձ վրա ուժեղ տպավորություն գործեց։ Ես ընկերներից խնդրեցի, որ օգնեն գրանցվել որպես անհատ խաղացող։ Դա հնարավորություն կտար ինքնուրույն մտնել խաղի մեջ, այնտեղ գտնել հայերի, մենամարտի կանչել և իհարկե հաղթել։ Ինձ անընդհատ հետապնդում էր հայերի հանդեպ հաղթանակի ծարավը։ Ընկերներս կատարեցին խնդրանքս ու ինձ համար անձնական խաղացող սարքեցին։ Ես, ոչ առանց իմ հերոսի օգնության, հայերի դեմ պատերազմ սկսեցի։ Չնայած այդ կռիվը վիրտուալ էր, ես ձգտում էի որքան հնարավոր է շատ հաղթանակներ տանել։ Հայերն էլ էին նույն բանը ուզում։ Փաստորեն ես ամեն օր խաղի մեջ էի։ Հատկապես ոգեշնչված էի հայերի դեմ ադրբեջանցիների կռիվներով։ Ես մշտապես ձգտում էի կատարելագործել իմ խաղացողին։ Մարտերն ընթանում էին խմբավորումների միջև։ Խաղի կանոններով մասնակիցները կարող էին ընթացող կռիվներում այս կամ այն երկրի ներկայացուցիչներից թիմեր ձևավորել։ Իմ հիմնական նպատակը ադրբեջանցիների կողմից կռվելը և հայերի նկատմամբ հաղթանակի հասնելն էր։ Պարտության վտանգի դեպքում օգնության էին հասնում ուրիշ ադրբեջանցիներ։ Նույն բանը հայերն էին անում։ Այսպիսով մի կռիվը կարող էր 2-3 օր շարունակվել։ Անգամ կռվին հետևելն ինձ անասելի հաճույք էր պատճառում։ Օրերով ինտերնետ ակումբում չնստելու համար ես որոշեցի իմ սեփական համակարգիչն ունենալ։ Դրանից հետո խաղն ինձ ամբողջովին կլանեց։ Հիմա արդեն վիրտուալ մենամարտերում ես սկսեցի ռեալ գումարներ ներդնել։ Իմ հերոսի կարգավիճակը բարձրացնելու համար ես ստիպված էի մշտապես խաղի մեջ մնալ։ Ես դարձա ավելի ուժեղ, և հայերի հանդեպ հաղթանակներս ավելացան։ Այդպիսով ես փորձում էի Ադրբեջանին հաղթող դարձնել։ Չնայած իմ վիրտուալ հերոսն ուժեղ էր, սակայն մենք միշտ չէ որ հաղթում էինք, քանի որ թիմում թույլ խաղացողներ էլ կային։ Մեր հաղթանակները մշտական դարձնելու համար ես որոշեցի ստեղծել իմ կլանը։ Տղաների հետ խորհրդակցելով մենք լիքը փող հավաքեցինք ու հզոր կլան ստեղծեցինք։ Դրա հիմնական մասը կազմում էին տանկեր անունը ստացած խաղացողները։ Մեր կլանն այնքան զորեղ էր, որ հայերը երբեմն հրաժարվում էին մեզ հետ կռվելուց։ Ես շարունակում էի խաղալ միայն քնելիս դադար տալով։ Բայց մի անգամ անուղղելի բան պատահեց։ Հայ խաղացողը կարողացավ գողանալ իմ հերոսին։
Ես խուճապի մեջ ընկա։ Չիմանալով ինչ անել, ես նույն պահին խաղի ադմինիստրացիային հայտնեցի գողության մասին։ Արդյունքում թե իմ հերոսը, թե այդ հայ խաղացողի հերոսն արգելափակվեցին։ Դրանից հետո ես դադարեցի խաղալ։ Ինձ թվաց, որ իմաստ չուներ նոր հերոս ստեղծել ու ամեն ինչ նորից սկսել։ Հերոսիս կորցնելուց հետո հոգուս մեջ միայն դատարկություն էր։ Երբեմն ինձ թվում էր, թե ես ծնվել էի այդ խաղը խաղալու համար։ Ժամանակի հետ ես սկսեցի վերլուծել կատարվածը, միշտ նույն հարցը տալով ինքս ինձ. Ինչ տվեց ինձ այդ պատերազմ խաղալը։ Ես այդքան փող ծախսեցի, այդքան ժամանակ վատնեցի, կորցրի ընկերներիս, սիրածս աղջկան։ Եվ արդյունքում ինչ ստացա։ Ոչինչ։ Մտորելով կորստիս մասին, ես չէի կարող չմտածել Ղարաբաղյան պատերազմի մասին։ Ինչպես որ ես էի կորցրել մտերիմներիս, սիրելիիս, փողեր ու ժամանակ, այդպես էլ մեծ երկրներն իրապես պատերազմելով կորցնում են փող, արյուն են հեղում ու ավերածություններ կրում։ Արդյունքում ոչ ոք չի շահում, միայն կորուստներ են կրում։ Ես ինքս ինձ համար կարևոր բացահայտում արեցի. պատերազմը ոչինչ չի տալիս, բացի կորստից։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր Վուգար Սաֆարով, խորհրդատու Այազ Սալաև, օպերատոր Էլման Նաբիև, մոնտաժ Վուգար Սաֆարով։ Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Ֆիքրետ Ամիրովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Պիլա ֆիլմի երաժշտությունից։ Ֆիլմը պատրաստված է Հաշտության ռեսուրսներ կազմակերպության օժանդակությամբ Մեծ Բրիտանիայի կառավարության հակամարտությունների կանխման հիմնադրամի դրամաշնորհով։